Սեդա, մի հատ քեզ հավաքի, հա? Էս ինչ ա վիճակը։ Լուսինա Մինասյան, 56 տարեկան, Սեդայի մայրն է, հաշվապահ է։ Մամ, չէ, լուրջ եմ ասում։ Գորի հետ ինչ-որ բան են չի։ Ինչ, Սեդա, խոսիր։ Դե ինձ թվում է, որ ինքը էլի խաղում է։ Ինչ? Ինչ որ պատճառ կա, որը տենց ես մտածում։ Չէ, մամ, պատճառ չկա կոնկրետ։ Ուղղակի ոնց ասեմ, վերջերս շատ է փոխվել, անտարբեր է դարձել։ Չի հետաքրքրվում ոչ ինձնով, ոչ երեխով։ Ու դու որոշեցիր, որ ամուսինդ նորից խաղում է, հա? Չգիտեմ, կամ խաղում է, կամ էլ սիրուհի ունի։ Էդ արդեն հետաքրքիր է։ Մամ, լավ էլի ես լուրջ եմ խոսում։ Բայց ինչ ես ասում, որ լուրջել խոսում ես։ Չգիտեմ, ես զգում եմ։ Սեդա ջան, անկախ նրանից, թե դու ինչ ես զգում, դու ոչ ապացույց, ոչ էլ փաստարկ ունես, բայց խառնվել ես իրար։ Հա, ինչ անեմ, մամ, նստեմ ու ձևացնեմ, որ ոչինչ բան չի կատարվում, հա։ Աղջիկ ջան, ընտանիք է, ամեն ինչ կարող լինի։ Դու քիթդ մի կախի ու լացուկոցդ մի գցի։ Դու պետք է ուժեղ լինես։ Ամուսնուդ կողքին մնաս, որ օգնես նրան։ Հենց հարցնել է դա, որ Գորը ինձ չի վստահում։ Ինձ ոչ մի բան չի ասում։ Ես չեմ հասկանում, թե ինքը ինչ խնդիրներ ունի, որ օգնեմ։ Ինձանից խորհուրդ ես հարցնում, չէ՞։ Ուրեմն արա ոնց ես կասեմ։ Սեդա ջան, ձևացրու, որ իբր ոչ մի բան չի կատարվում։ Ոչ մի բան չես նկատում, ձևացրու։ Այ կտեսնես, քիչ-քիչ ամեն ինչ տեղը կընկնի։ Կընկնի որ։ Հա, հավատա ինձ։ Ես քեզանից շատ կյանքի փորձ ունեմ։ Բոլոր ընտանիքներում էլ մի բան լինում է։ Գիտես ինչ անենք։ Ասա։ Արի Հայկին մի շաբաթ մեր տանը պահենք։ Մանեն այդ հարցում կօգնի ինձ։ Դու Գորն էլ մենակ մնացեք ու փորձիր ամուսնուդ հետ լեզու գտնել, լավ աղջիկ ջան։ Լավ, հա, տենց էլ կանենք։ Դե հենց հիմա զանգի Մանեին, թող երեխին հենց հիմա բերի մեր տուն։ Ես էլ կմտնեմ խանութ երեխու համար մի քիչ քաղցր-մաղցր կվերցնեմ ու կգնամ տուն, հա։ Հա, լավ։ Գոնե կփորձեմ։ Զանգի բալես, զանգի։ Մանե, որտեղ եք։ Հա, լավ, դե Վանա, գիտես ինչ կանես, երեխուն վերցրու, այսօր մամայի մոտ մնացեք։ Subscriber cannot be reached. Please try later. Խնդրում ենք փորձել մի փոքր ուշ. The subscriber cannot be reached. Please. Ալո, Մամ, հա բալես։ մամ, Հայկը ոնց է։ Լավ է, Մանեի հետ նորիչով բակ, ինչ ա եղել։ Ամ կարող է Գորը ձեր մոտեկած լինի։ Չէ, ինչի ես հարցնում։ Չգիտեմ, առավոտից չգիտեմ ուրա, զանգում եմ անհասանելի է ու ոչ մի տեղեկություն չունեմ։ Ընկերների զանգել ես։ Մենակ Արմանի հետ եմ խոսել, ինքն էլ չի տեսել։ Աղջիկ ջան, ինչ ես խառնվել իրար։ Դե մարդա զբաղված կլինի տուն կգա էլի։ Չգիտեմ, շատ եմ անհանգստանում։ Էլի սիրտդ բան ազգում։ Մամ, ես զգում եմ, որ այս անգամ հաստատ ինչ-որ բան են չի։ Սեդա, աղջիկ ջան, քեզ հավաքի երեխա չես։ Այնքան է սրան նրան զանգելու, որ Գորը գա տուն ու կռվի հետդ, որ անիմաստ բոլորի խառնել ես իրար։ Լավ, մամ, բայց եթե հանկարծ ձեր կողմերում երևա, ասեք թող ինձ զանգի, հա։ Լավ, Սեդա ջան, կասեմ։
Խեղճ երեխես անհասկացողի ձեռքն է անգել։ Խնդրում ենք փորձել մի փոքր ուշ։ Արտուր ջան, բարև, կներես, ինձ թվաց Գորն է։ Բարև։ Կարամ ներս գամ։ Հա, ներս արա։ Եթե Գորին ես փնտրում, ասեմ, որ ես էլ չգիտեմ ուրա։ Իսկ ինչքան ժամանակ է, որ չգիտես ուրա։ Դե առավոտից փնտրում եմ ու չեմ գտնում։ Բարսա։ Իսկ դու գիտես իմ ու Գորի գործերի մասին։ Չէ, չգիտեմ։ Սեդա, Գորը ինձ փող է պարտք։ Փող, բայց ինձ ոչ մի բան չի ասել։ Դե այդ դուք երկուսով ամուսիներով պետք է քննարկած լինեիք։ Արտուր ջան, կներես, որ ասում եմ, բայց ինչի համար պիտի փող վերցներ, եթե Գորը ոչ տան, ոչ երեխու համար ոչ մի բան չի արել։ Սեդա ջան, ես իրան պարտք տալուց առաջ չհարցրեցի ինքը ինչ անել։ Հենց որ կներես այդ հարցի չեմ կարա պատասխանեմ։ Բայց մի հատ բան կա, որ իրար հետ պետք է քննարկենք։ Ասա։ Գորը ժամանակին պարտքը չվերադարձնելու դեպքում այս ձեր տունը պետք է հանձնի ինձ։ Մեր տունը։ Բայց ոնց։ Այդ հնարավոր չի։ Կներես հնարավոր է, հնարավոր չի, հիմա էսա։ Ես եկել եմ ստեղ, որ քեզ ասեմ տունը ազատես։ Չէ։ Ես չեմ կարող ազատել տունը։ Արտուր ջան, արի սպասենք, հա, Գորը անպայման հետ կգա ու ամեն ինչ պարզ կդառնա։ Ես երեխու հետ չեմ կարող դուրսը մնալ։ Ըս կարթը։ Այս ինչ է։ Կարթը կտեսնես։ Ստեղ պարզ գրված է։ Պարտքը ժամանակին չվերադարձնելու դեպքում այս տունը իմն է լինելու։ Չէ, հնարավոր չի։ Սեդա կարթը։ Չէր կարող Գորը սենց վարվել մեր հետ։ Սեդա ոչ մի բանով ես չեմ կարող քեզ օգնել։ Ընդամենը մի երկու օր ժամանակ կտամ, որ դու հավաքես իրեր հետ ու ուրիշ տեղ տեղափոխվես։ Բայց ես չունեմ տեղափոխվելու տեղ։ Այդ մասին պետք է ամուսինդ մտածել, ոչ թե ես։ Լավ, Արտուր ջան, իսկ չեմ կարող, ասենք դու ինձ հնարավորություն տաս, ես կաշխատեմ ու կփակեմ այդ ամբողջ գումարը։ Սեդա դու ինչ ես աշխատում։ Ուսուցչուհի եմ։ Ոնց ես մտածում։ Այդ քո աշխատավարձով քեզ պետք է պահես երեխայիդ, թե իմ պարտքը վերադարձնես։ Ես խոսք եմ տալիս, որ ամեն ինչ կանեմ ու ամբողջ գումարը կփակեմ։ Լավ, հավատում եմ Սեդա քեզ։ Բայց քանի տարում, դու քանի տարի պետք է աշխատես, որ այդքան գումարը կարողանաս փակես։ Ես ուրիշ տարբերակ չունեմ, հասկացի։ Կներես, ես էլ ուրիշ տարբերակ չունեմ։ Նենց որ բնակարան ազատ է։ Այսքանով կարող եմ քեզ օգնել։ Խնդրում եմ։ Գոր, ինչ ես անում։ Խնդրում ենք փորձել մի փոքր ուշ։ The subscriber
Այ Սեդա ջան, այդ անաստված այդքան փողը որտեղ է տարել, ինչ ա արել։ Չգիտեմ, մամ, չգիտեմ։ Բա ինչ ես անելու։ Պետք է մի բան մտածեմ, որ այդ գումարը ինչ որ տեղից գտնեմ։ Բայց որտեղից, ոնց։ Չգիտեմ։ Սեդա իսկ եթե բնակարանդ վաճառես, Ինչ տարբերություն վաճառեմ թե։ դե ասում էի, որ մի քիչ թանկ վաճառես, գոնե տակը որոշ գումար կմնա քեզ։ Մամ, այդ բնակարանի գումարից հազիվ այդ պարտքի փողը դուրս գա։ Հետո Աստված գիտի թե ինչ ժամկետում կծախվի։ Դե մտածում էի, մի քիչ թանկ որ վաճառես, ամուսնուդ պարտքը կտաս, գոնե քեզ համար էլ մի սենյականոց բնակարան կառնես։ Մամ, չեն տա այդ բնակարանին այդքան փող։ Բա ինչ ես անելու։ Չգիտեմ, մի բան պիտի մտածեմ։ Էլ ոչինչ պետք չի մտածել։ Լսի Սետա ջան, դու գնա տուն սկսի իրերդ հավաքել, քրոջդ էլ կուղարկեմ քեզ կօգնի։ Վերցրու տեղափոխվի մեզ մոտ։ Լավ էլի մամ, դուք երկուսով այդ մի սենյականոց բնակարանում հազիվ եք ապրում։ Ես ու Հայկն էլ որ գանք ընդհանրապես շարժվելու տեղ չի լինի։ Այդ ոչ մի բան չի նշանակում։ Նեղված կա, նեղության մեջ էլ կապրենք։ Հո երեխեն ձեռքիդ դուրսը չես մնա։ Լսի Սեդա ջան, նեղությունը մարդու համար է։ Հաշվի գոռը մահացել է։ Այնքան մարդ է առանց ամուսին ապրում։ Աստված քո առաջ էլ մի դուր կբացի։ Մամ, բայց ինչի պիտի իմ հետ տենց բան լիներ։ Լսի Մանե ջան, մոռացի գոռին ու նրա հետ կապված ամեն ինչ։ Ապրի քո երեխայով երջանիկ։ Ու հիշիր, ես ու Մանեն միշտ քո կողքին ենք։ Քեզ մենակ չենք թողնի։ Եղավ աղջիկ ջան։ Ցավը տա։